виден широкий запрос в армию. Հայաստանում անցկացված ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով եւ արևմուտքի միջամտությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ հայ հասարակության շրջանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ երկրի եվրասիական ինտեգրացիոն միավորումներին հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ։ ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չի թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից։ Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ էջեր ունի ներխուժող օտարերկրացիների ծանր ճակատագրերի մասին։ Սոցցանցի իր էջում գրել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարի հայտարարությունից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր հայտարարել, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ Արաղչին գիշերը առանձին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ, քննարկել տարածաշրջանային վերջի զարգացումները, ԱՄՆ-ի եւ Իրանի վերջին լարված հարվածներից հետո։ Ըստ գործակալության Իրանի գլխավոր դիվանագետը իր գործընկերների հետ զրույցներում դատապարտել է ԱՄՆ ռազմական ագրեսիան եւ Իրանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը։ Արաղչին նաև ընդգծել է. Իրանն իրավունք ունի ինքնապաշտպանվել եւ պատասխան գործողություններ ձեռնարկել ցանկացած ագրեսիայի դեմ։ Իրանական կողմը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Apache տիպի ռազմական ուղղաթիռ։ Դոնալդ Թրամփը հաստատել է միջադեպը եւ հայտարարել Միացյալ Նահանգների պարտադիր պատասխան գործողությունների մասին։ Այս սրացումը տեղի է ունենում Թեհրանի հետ հնարավոր հաշտության պայմանագրի շուրջ հնչող լավատեսական հայտարարությունների ֆոնին։ Սպիտակ տան ղեկավարը փորձում է ամեն գնով խուսափել լայնածավալ պատերազմից, ճնշում գործադրելով նաեւ իսրայելական կողմի վրա։ Վաշինգտոնի շտապողականությունը պայմանավորված է Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքով եւ Միացյալ Նահանգներում սպասվող կարևոր իրադարձություններով։ Թրամփը ձգտում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակին ընդառաջ գրանցել խոշոր արտաքին քաղաքական հաղթանակ։ Այդուհանդերձ ուղղաթիռի կորուստը կասկածի տակ է դնում դիվանագիտական ջանքերի իրական արդյունավետությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը հզոր հարվածներ են հասցրել իրար Մերձավոր Արևելքում ամերիկյան Apache ուղղաթիռի միջադեպից հետո։ Պենտագոնը Հորմուզի նեղուցի մոտ իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների ուղղությամբ հարձակումների 3 ալիք է ունեցել։ Վաշինգտոնում հարձակումն անվանել են նախազգուշական կրակոց եւ հույս հայտնել, որ այն չի խանգարի բանակցություններին։ ԻՀՊԿ-ն հրթիռներ եւ դրոններ է արձակել տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ, ներառյալ Բահրեյնում 5-րդ նավատորմի շտաբի։ Իրանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ խոցել են $30 միլիոն արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ CNN հեռուստաալիքը վերջերս բացահայտել է Իսրայելի գերգաղտնի ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումների առկայությունը Ադրբեջանի տարածքում։ Ըստ հրապարակված տվյալների Իսրայելն Իրանի սահմանակից գոտում տեղակայել է հատուկ ջոկատայիններ եւ Մոսադի աշխատակիցներ Թեհրանի դեմ գաղտնի գործողություններ իրականացնելու նպատակով։ Պաշտոնական Բաքուն այս տեղեկություններն անվանել է անհիմն զրպարտություն եւ կտրականապես հերքել է իր տարածքի օգտագործումը նման առաքելությունների համար։ Տվյալների այս միտումնավոր արտահոսքը փաստացի զրկում է Ադրբեջանին Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից եւ նրան ավելի ամուր է շղթայում Թել Ավիվի ռազմավարական շահերին։ Նման բացահայտումները լուրջ կասկածի տակ են դնում նաեւ Վաշինգտոնի նախաձեռնած TRIP նախագծի կայունությունն ու անվտանգությունը միջազգային ներդրողների համար։ Տարածաշրջանային այս խաղում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Բաքվին դեռևս մնում է Իրանի լայնամասշտաբ գործողությունների զսպող միակ իրական գործոնը։ Թեև Թեհրանն առայժմ զսպվածություն է ցուցաբերում, սակայն իսրայելական ներկայության փաստը ցանկացած պահի կարող է դառնալ ուղղակի պատերազմի իրական առիթ։ 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը ընդամենը 1 գիշերվա ընթացքում։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի արձակումը հրդեհներ է առաջացրել 2 ենթակառուցվածքային օբյեկտներում։ Տուժածներ չկան։ Չուվաշիայի իշխանությունները նույնպես հայտնել են Չեբոքսարիի վրա հրթիռային հարձակման մասին։ Տուժածների եւ վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։ Սարսափի մեջ է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջելով վտարել իրենց երկրից միգրանտներին։
Բողոքի ցույցերը սկսվել են, երբ երեկ երեկոյան սուդանցի տղամարդը փորձել է կտրել տեղի բնակչի գլուխը։ Օգնության են հասել անցորդները, հարվածել ձեռքի տակ եղած միջոցներով ու փորձել ազատել իրենց հայրենակցին։ Միգրանտը ձերբակալվել է։ Ցույցերի մասնակիցները սկսել են այրել տներ, մեքենաներ, խանութներ, անգամ առևտրի կենտրոններ, որտեղ ապրանք է մատակարարվում մերձավոր արևելքից։